Ընկերներ, շատ բարի օր, հուսամ լավ եք, անդրադառնանք մեր նախորդ հարցին, խոսքը տարելկա բառի հայերեն համարժեքին է վերաբերում, բնականաբար հայերեն համարժեքը ափսեն է, ուրեմն այսուհետ ոչ թե տարելկա, այն ափսե, ոչ թե տարելկեք, այն ափսեներ, և մեկնաբանություններում դուք նշել էիք նաև պնակ բառը, որը թեյի կամ սուրճի, բաժակի, տակի փոքրիկ ափսեն է։ Եվ այսօրվա հարցը, չանգյալ բառի հայերեն համարժեքն ասեք, ինչպես նկատել եք խոհանոցային իրերին ենք անդրադառնում, եթե ունեք բառեր, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ, պետք է անդրադառնանք, ապա նշեք մեկնաբանություններում։ Խոսենք նաև հայի բառարանի մասին, որը գուցե արդեն ոչ բոլոր գրախանութներում է վաճառվում, բայց բուկինիստում հաստատ կգտնեք, գիրքը եթե ունեք շատ լավ, ողջունելի է, իսկ եթե չունեք պետք է անպայման ձեռք բերել, նկարել շապիկը, տեղադրել սթորիների, այսինքն պատմությունների բաժնում, վրան նշել վանդականիշ հայի բառարան հացի նման և իմեջերը, ես անպայման կանդրադառնամ, այսքանը կհանդիպենք։